Հնազանդ աշակերտը։ Չինական ժողովրդական հեքիաթ։ Մի դեղագործի մոտ աշակերտ կար։ Ինչ էլ որ նա անում էր, տերը մշտապես դժգոհ էր մնում իրենից և անդադար կշտամբում էր հիմարության համար։ Մի անգամ էլ աշակերտի հերթական սխալից հետո դեղագործը սկսեց բարկացած խրատել նրան։ Այսուհետև, երբ որ սկսես ինչ-որ գործ անել, քո հավի ուղեղին զոր տուր։ Մի սպասիր մինչև քո քիթը տրորեն։ Սովորիր ամեն բան կես խոսքից ընկալել։ Եթե ինչ-որ կիսատ պռատ գործ ես տեսնում, արա վերջացրու։ Եթե ինչ-որ չկերած բան ես տեսնում, կեր վերջացրու, մի հապաղիր։ Այդ ժամանակ դու ուրիշների համար օրինակ կլինես։ Մի անգամ տերը գործով դուրս եկավ դեղատնից, իսկ աշակերտը սկսեց տարածքը ավլել։ Հանկարծ տեսավ այն տախտակը, որի վրա դեղագործը կավիճով նշել էր, թե հաճախորդներից ով և ինչքան էր իրեն պարտք, իսկ դեղագործության աստվածի նվիրաբերության սեղանին ուտելիք և գինի էր դրված։ Հիշելով դեղագործի խրատները, աշակերտը առանց երկար մտորելու ջնջեց բոլոր հիերոգլիֆները տախտակից, մաքուր սրբեց ու փայլեցրեց այն, իսկ այնուհետև կերավ ուտելիքներն ու խմեց գինին։ Կեսօրին տերը վերադարձավ։ Տեսնելով, որ նվիրատվությունների սեղանը դատարկ է, նա հարցրեց աշակերտին. «Ուր են անհետացել նվիրատվությունները»։ «Ես դրանք կերել եմ», հանգիստ պատասխանեց նա։ «Ով էր քեզ թույլ տվել, այ դու կրյայի որդի», բռնկվեց դեղագործը։ «Բայց միթե դուք չէիք ինձ ասում, հենց որ չկերած ուտելիք տեսնես, անմիջապես կեր վերջացրու, մի հապաղիր։ Ես հիշեցի, որ նվիրատվության ուտելիքները երեկվանից այստեղ են դրված, և կերա դրանք»։ Կատաղությունից դեղագործի աչքերը թռան ճակատին։ Մի պահ նա նույնիսկ կորցրեց խոսելու ունակությունը, սակայն այդ պահին նրա հայացքն ընկավ պարտքերի տախտակի վրա, որը մաքրած ու փայլեցված էր։ Դեղագործն այլայլվեց ու նորից բղավեց. «Այս ով է համարձակվել ջնջել իմ նշումները»։ «Այդ ես եմ», նույնքան հանդարտ պատասխանեց աշակերտը։ «Միթե դուք չէիք ասում, հենց որ կիսատ պռատ արած գործ տեսնես, արա վերջացրու այն։ Այդ տախտակը արդեն մի ամիս է ոչ ոք չէր կարդում։ Ես էլ ձեր տված խորհրդով մաքրեցի»։ Դեղագործը քիչ էր մնում պայթի զայրույթից։ «Ախ դու բութ արարած, ինչ գործ էլ որ անում ես, պարտադիր ամեն ինչ փչացնում ես, գլուխդ իսկի չի աշխատում։ Դու ասես բաց աչքերով քնած լինես։ Ես նույնիսկ երազիս մեջ ավելի լավ եմ գիտակցում, քան դու արթուն ժամանակ»։ Աշակերտը ոչինչ չասաց, միայն խորամանկորեն քմծի ծաղտվեց։ Հաջորդ օրը, կեսօրին մոտ, երբ դեղագործը քնած էր, ինչ-որ մարդ նրան ճաշկերույթի հրավեր բերեց։ Աշակերտը վերցրեց նամակը և խոստացավ անմիջապես փոխանցել տիրոջը։ Այցելուն գնաց, իսկ աշակերտը մտավ ննջարան և 2 անգամ մոտեցրեց նամակը դեղագործի աչքերին։ Սակայն տերը մուշ-մուշ քնած էր։ Նա արթնացավ միայն իրիկնամուտին և անշտապ դուրս եկավ ննջարանից։ «Ցերեկը ձեզ ճաշկերույթի հրավեր էին բերել», ասաց նրան աշակերտը։ Տեսնելով, որ արդեն մթնել է, դեղագործը նորից բարկացավ։ «Համա թե հիմարն ես դու։ Միթե չէիր կարող նամակը ավելի շուտ հանձնել ինձ»։ «Բայց չէ՞ որ ինքներդ ասացիք, որ երազի մեջ ավելի լավ եք գիտակցում, քան ես արթուն վիճակում», պատասխանեց աշակերտը։ «Երբ դուք քնած էիք, ես 2 անգամ ձեզ ցույց տվեցի այդ հրավերը, սակայն դուք չգիտես ինչու չուզեցիք վեր կենալ։ Միթե ես մեղավոր եմ»։